Նորացված եւ նոր անունով վերաբացվեց Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը։ Գրեթե կես դար առաջ այն հիմնել է այս տան վերջին բնակիչը, արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանը, նվիրելով իր անձնական հավաքածուն, սակայն պատմամշակութային նշանակության 130-ամյա այս շենքը արդեն վթարային վիճակում էր եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ 2022-ին մեկնարկեցին հիմնանորոգման աշխատանքները, պահպանելով շինության արտաքին տեսքը եւ ներքին հիմնական կառուցվածքը։ Ոչ միայն հուշարձան շենքն է ստացել երկրորդ կյանք, այլև թանգարանը։ Նոր հայեցակարգով մշակութային օջախը այժմ հայկական գործվածքի թանգարան է, իր տեսակի մեջ եզակի մեր երկրում։ Դիլիջան պետք է գալ թանգարան այցելելու, որովհետև սա այդպիսի թանգարան է, որտեղ կարծում եմ պետք է լինել, ծանոթանալով շենքի պատմությանը, ծանոթանալով հայկական գործվածքի պատմությանը եւ վստահ եմ, որ առաջիկայում թանգարանը կհայտնվի մեր տարբեր ծրագրերում եւ կդառնա շատ տեսանելի մեր թանգարանային կյանքում։ Թանգարանի նոր ու հարուստ ցուցադրությունը ներկայացնում է հայկական գեղարվեստական գործվածքի դարերի խորքից եկող ավանդույթները։ Թանգարանի մշտական ցուցադրությունը համադրել են ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը եւ Հովհաննես Շարամբեյանի թոռը Նարեկ Վան Աշուղաթոյանը։ Նա վստահ է, որ պապը ուրախ կլիներ։ Այստեղ ներկայացված են հայկական ասեղնագործության տարբեր դպրոցների նմուշներ, իրենց ենթատեսակներով, սկսած Մարաշի, Ուրհայի, Վանի ասեղնագործության, կան նաև եկեղեցական ասեղնագործության եւ գործվածքի եզակի օրինակներ, ներկայացված են գորգեր, կարպետներ եւ այլ հարակից պարագաներ, որոնք շատ կարևոր են հայկական գործվածքը հասկանալու համար։ Մեզ համար շատ սկզբունքային հարց է, որ թանգարանը հանրության համար լինի գիտելիքի աղբյուր եւ նաեւ իր գեղագիտական հնարավորություններով կարողանա դրական ազդել հանրության ճաշակի վրա։ Թանգարանի այցելուներին ցուցադրությունից բացի սպասում են նոր եւ ուշագրավ նախագծեր, կրթական ծրագրեր, այդ թվում ուսումնական հաստատությունների հետ գործակցությամբ, կենդանի մշակութային միջավայր վարպետության դասերով։ Թանգարանը իսկապես մեծ նվեր է նաև համայնքին, ժանեկագործությամբ զբաղվելու, նաև թաղիքագործությամբ, այսինքն այն ինչ գործվածքին առնչվում է, այստեղ իրականացվելու է։ Առնչվելու ենք նաև ժողովրդական արվեստի այլ ոլորտներին, այլ ճյուղերին, բայց կենտրոնում մշտապես գործվածքն է։ Վստահ են, որ թանգարանը կդառնա մշակութային յուրօրինակ կենտրոն, մեկտեղելով պատմությունը, արվեստը եւ կրթությունը, նպաստելով Դիլիջան համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը եւ զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Նարե Ոսկանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, Լուրեր։